Արմեն ջան, պարոն Մինասյան, շնորհակալություն շատ, նախ ուզում եմ բոլորից շատ շնորհակալություն հայտնել, որ գտել եք ժամանակ, ստեղծել եք հնարավորություն եւ այսօր այստեղ եք ու միասին ենք, սա շատ կարևոր է եւ իսկականից շատ մեծ շնորհակալություն բոլորին։ Ուրեմն տեսեք, միջոցառումը պլանավորելիս, այսօրվա միջոցառումը պլանավորելիս պատկերացնում էինք իր մեջ երկու բաժին, այսինքն քննարկումը եւ երկին անդրադարձը։ Հիմա իրանք իրար ճիշտ է միահյուսվելի են, բայց այս պահին ես ոնց նաև պարոն Մինասյանի խոսքը փոխանցելուց հասկացա, ես հիմա գրքից չեմ խոսել, որտեղ գրքի հետ կապված երևի կանդրադառնանք, այսինքն եվրասիական տարածաշրջան տեղի ունեցողը ինչպես է կարելի է բնութագրել եւ այլն։ Տեսեք, ես փոքրիկ մի հատ գաղտնիք բացեմ, ուրեմն երբ որ մտածում էինք քննարկման բեռնագիրը, այն ինչ դուք հիմա տեսնում եք փոփոխվող աշխարհը եւ Հայաստանը, սա ուրեմն երկրորդ դիտարկող տարբերակն է, բայց դրա վրա կանգնեցինք, բայց առաջին դիտարկող տարբերակը ուրեմն այսպիսի անվանում ուներ փոփոխվող աշխարհ թե աշխարհակարգ։ Եվ ես կարծում եմ, որ միանգամից այս բանաձևը ցույց է տալիս, որ մենք այսօր գործ ունենք փոփոխությունների հետ, որոնք տրադիցիոն, սովորական, իրենց դինամիկայի մեջ փոփոխություններից շատ լուրջ էական տարբերություն ունեն, շատ լուրջ էական տարբերություն ունեն, եւ փորձենք այդ էական տարբերության մի քանի բաղադրիչներին անդրադառնալ, հիմնականում ուրեմն ֆոկուսը պահելով եվրասիական տարածաշրջանի վրա։ Եթե մի բառով, ուրեմն տարածաշրջանը կատաստրոֆիկ տոքսիկա դարձած վերջին տարիների ընթացքում։ Ուրեմն մասշտաբային պատերազմ երկրորդ համաշխարհայինից հետո իր նախադեպը չունեցած մասշտաբային պատերազմ հումանիտար բավականին լուրջ աղետով, երկկողմանի զոհերի կատաստրոֆիկ լուրջ քանակով եւ բնականաբար սա չի կարող չանդրադառնալ ուրեմն այն ամենի վրա, ինչը տեղի ունենում թե գլոբալ աշխարհում, թե անմիջական հարևանությամբ ողջ եվրասիական տարածաշրջանում, հա? Ուրեմն այսքան ընթացող պատերազմը իր մեջ պարունակող ինչ-որ բանաձևեր, որոնք ինչ-որ մարդկանց քաղաքական ուժերի, գործիչների, երկրների, պետությունների թվում էին առավել քան կայուն, ու վերեք դրանցից ամենապրակտիկ օրինակը, հա, որ Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ, եւ ինքը այդ պատերազմի մեջ անընդհատ ունենալու է Միացյալ Նահանգների եւ Արևմտյան Եվրոպայի կամ Եվրոպական միության, ուրեմն անմիջական աջակցությունը եւ օժանդակությունը, եւ սա որևէ կերպ հարցականի տակ դնել ցանկացողներ չկային, սրան այլ հնարավոր սցենարային դիտարկողներ չկային, այսինքն թվում էր սա ինչ-որ կոնստանտ է, որը պետք է պահվի, ուրիշ հարց, որ այդ կոնստանտի ներքո ինչ արդյունքի պիտի հասնես։ Ուրեմն պատահական չի, որ երկու ծայրահեղ մոտեցումներն էլ առկա էին ուրեմն դաշտում, խոսքից միայն մեդիա դաշտին չի վերաբերում, նաև ակադեմիական շրջանակի, ուրեմն փորձագիտական ընկերակցությանը եւ այլ, այսինքն ինչի մեջ ենք։ Ռուսաստանի տակտիկական կամ ստրատեգիական պարտության մատնելու արևմուտքի ցանկության ձևակերպումով փորձում են տալ հենց այդ կողմը ձևակերպումը, հա, թե մինչև վերջին ուկրաինացի պատերազմը։ Այսինքն ոչ տրամաբանության կամ ոչ ընթացքի մեջ է։ Բայց նախորդ տարեվերջին տեղի ունեցած Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները, Տրամփի հաղթանակը այդ ընտրություններում եւ հռչակված քաղաքականությունը պարզվեց, որ կարող են ամբողջովին այդ հաստատունը, կոնստանտը դնել հարցականի տակ։ Այսինքն Միացյալ Նահանգներ նոր քաղաքական ուղեգծով, որտեղ շատ հստակ դրվում է մի քանի հիմնական բանաձև։ Առաջինը ուշադրությունը դեպի սեփական երկիր, Ամերիկան ավելի Ամերիկայի համար, այսպիսի պայմանական անվանումով, ուրեմն սրա ներքո միանգամից արձանցյալ էֆեկտներ բազմաթիվ, որ դեպի աշխարհ ֆինանսական տարբեր ծախսերից սկսած կրճատվում է, աննպատակ կառավարությունն է դիտարկվում, տարաբնույթ ուրեմն պետական գրասենյակներ են փակվում, իրենց աշխատանքը դադարեցնում եւ այլն եւ այլն եւ այլն, բայց սրանից բխող երկրաշատեական հանգամանքը։ Իսկ ով ասեց, որ մենք պիտի Ուկրաինային անվերջ ուրեմն դիկունքին լինենք եւ նրան օգնենք, օժանդակենք եւ այլն։ Սա էլ փաստորեն հաստատուն չի։ Սրան գումարվեց հաջորդ էլեմենտը շարունակության մեջ, որ իսկ ով ասեց, որ պիտի օգնենք ձրի առանց փոխհատուցման, եւ ընդհանրապես ով ասեց, որ մինչեւ հիմա օգնածն են պիտի հետ չվերադարձնենք։
ուրեմն փոխակերպումը բերեց հասցրեց նրան, որ հիմա արդեն կան մտածողներ, վերլուծաբաններ, տարբեր շրջանակներից, որոնք պարզագույն հարցադրում են անում, շատ պարզագույն հարցադրում։ Ուկրաինան օկուպացվում է ում կողմից։ Այսինքն, եթե հող եւ տարածք, դու պատերազմի մյուս կողմը Ռուսաստանի Դաշնությունը թվում է սլակները լի գնացին ընդդեմ։ Բայց երբ որ մենք նայում ենք ինչն է դրվել բանակցային հիմքում ամերիկա-ուկրաինական, այսինքն ընդերքը, այդ ընդերքի հետ կապված տարբեր նյութերը, որոնք բավականին լուրջ գին ունեն այսօրվա աշխարհում, եւ փաստորեն ընդամենը մի քանի օր առաջ եղավ այդ գործարքը, որի տակ բազմաթիվ հարցականներ կան, բայց ես ասեմ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այդ գործարքը գնահատեց 350 միլիարդ։ Այսինքն, չգիտելով այսօրը, գիտելով նաև ապագան։ Հիմա ինչ Ուկրաինան ընդերքի զրկվում է, Ուկրաինան ընդերքը կիսվում է, Ուկրաինան ընդերքով փոխհատուցումն է տալիս իրեն, այսպես ասած, կամ իրական օժանդակության, սրանք դեր հարցականներ են, սրանք դեր հարցականներ են։ Մյուս կողմից ինտենսիվացված բանակցային գործընթաց Միացյալ Նահանգների միջնորդությամբ, բայց որտեղ այդ լավատեսությունից Տրամփի նախընտրական շրջանի կամաց ոչինչ չի մնում, ուրեմն ուրիշ խնդիր, որ խոսքի արժեքի խնդիր կա, որտեղ եթե հիշում եք նախընտրական շրջանում ասում էր նախագահ դարձավ 1 օրում եմ լուծելու այդ խաղաղության հարցը զինադատարը եւ այլն, հետո այդ 1 օրը դարձավ 1 շաբաթ, հետո այդ 1 շաբաթը դարձավ մի քանի ամիս, հիմա դրան գումարվեց 100 օր ամենաճիշտն է, բայց այն ժամանակից հաշված չէ, նորից պետք է հաշվարկը սկսել, բայց սա ցույց է տալիս, որ այդ լավատեսություն կոչվածը լուրջ անկում է տալիս։ Եվ եթե ինչ-որ մարդկանց թվում էր, որ համարվեք գերտերություն, այսինքն եւ եթե նախագահը իր ձեռքն է փորձում հավաքի այս process-ը, բնականաբար արդյունք կապահովի, արդյունքի գոյությունը շատ լուրջ կասկածի տակ է։ Եվ դրա համար սկսեց արդեն շատ արագ, շատ ինտենսիվ քննարկման առարկա դառնալ երկրորդ հնարավոր սցենարը։ Իսկ եթե մենք արդյունքի չենք հասնելու, Միացյալ Նահանգները դուրս կգա բանակցային գործընթացից։ Եթե ձեզ այդ խաղաղությունը պետք չի, կարան խաղաղությունը մեզ էլ պետք չլինի։ Եվ հետևաբար սրա մեջ կա միգուցե շանտաժի էլեմենտ, սրա մեջ կա սթափեցնելու կողմերին զգոնացնելու էլեմենտ, բայց սրա մեջ կա դեմքը պահելու էլեմենտ եւ սրա մեջ կա ամենակարևորը իրական քաղաքականություն։ Արդյունքս հասանելի է, ասում եմ, հասանելի չի, մեղավորները միանգամից պատմում կան, պետք է քաշվենք, կզբաղվենք ուրիշ հարցերով։ Հիմա մենք գործ ունենք այսպիսի իրողության հետ։ Եվ այս իրողության ներքո կան հարցեր, որոնք աշխարհի փոփոխության, ուղղակի աշխարհի փոփոխության բանաձևի մեջ շատ դժվար են տեղավորվում, շատ դժվար։ Ես ձեզ այդ բերեցի օրինակը Կոնստանտինովի Ուկրաինայի օժանդակության, այսինքն դուք պատկերացրեք նույն ուկրաինական կողմը, երբ բոլոր քայլերը, գործողությունները, քաղաքական որոշումները նախորդող պատերազմի կյանքի էր կոչում, իրականացնում են, հայտարարում էր եւ այլը, նա անգամ են ամենածանր երազում կպատկերացներ, որ մի օր Ամերիկայում կլինի վարչակարգ, որը կասի մոտավորապես դուք եղածի համար շնորհակալություն հայտնեք եւ այսուհետ մենք ձեր անվտանգությունը ապահովողը չենք, այլ ձեր։ Հիմա սա աշխարհի փոփոխությունն է, դա սովորական դինամիկան է, թե սա արդեն աշխարհակարգի փոփոխությունն է։ Եվ այս իրավիճակում, ինչի մասին խոսում ենք, շատ աննորմալ վիճակում է հայտնված Եվրոպան։ Ժամանակաժամանակ ստեղծվում է տպավորություն, որ փորձում են վազել գնացքի հետևից, իրանք զարգացնում են իրանց հնարավոր ամենամեծ արագությունը, գնացքը իրանք զուգահեռ զարգացնում է իր ամենամեծ արագությունը, ու թվում է, որ այդ պլատֆորմի ավարտի վրա հիմա Եվրոպան գլխիվայր գնալի է դեպի գետի։ Որովհետև Եվրոպայի նկատմամբ մոտեցումը ամերիկյան, այո, անընդհատ տեղաշարժեր է տալիս, բայց ունի բանաձևեր, որոնք էլ եվրոպացիների համար անգամ չգիտեմ, սարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ Միացյալ Նահանգները չի ուզում ապահովել ձեր անվտանգությունը։ Իսկ միգուցե դուք ինքներդ ապահովեք ձեր անվտանգությունը։ Իսկ միգուցե Միացյալ Նահանգները դուրս գա ՆԱՏՕ-ից։ Իսկ ընդհանրապես դուք հասկացել եք այսքան ժամանակ, որ դուք վայելու մեկ առանց դրա համար վճարելու։ Ես Տրամփյան վարչակազմի մի քանի հիմնական բանաձևեր եմ հիմա ներկայացնում,
ուղղված անմիջականորեն եվրոպացիներին։ Եվ այստեղ խնդիրը չի նրանում կայանում, թե սա որքանով է արդար, որքանով է ճշմարիտ, որքանով է օբյեկտիվ, որքանով ոչ, խնդիրը ների ուրիշ տեղ է, իրավիճակ է փոխվել։ Այսինքն նույն եվրոպացիները նման պատկերի չէին սպասում որևէ կերպ, իրենք այս պատկերը ստանում են, իրենք կանգնում են հարցի առաջ, որ հին մտածելակերպի նորմերը չեն գործում, այս քաղաքականությունը, եթե իր տակ ուներ բիզնես մտածելակերպ, բայց դա քողարկվում էր դիվանագիտական տարբեր ձևակերպումների ներքո եւ միջազգային իրավունքի տարբեր գործիքների վերահղվելով, կարծես դրա ժամանակն է փոխվում, ամեն ինչը ասվում է շատ ուղիղ, առանց ընդհանրապես մտածելու, դա որևէ մեկի քիմքին այդքան էլ է հարիշ, թե ոչ այդքան։ Եվ Եվրոպան կանգնում է հարցի առաջ։ Առանցին ռազմականացվելու խնդիր ունի, առանցին սեփական զինված ուժեր ստեղծելու եւ զարգացնելու խնդիր ունի։ Բայց մի րոպե, եթե եկավ խնդիրը հասավ դրան, եվրոպական ներքին հակասությունները իջիկ են դարձել ի հաշիվ նրա, որ եղել են ընդհանուր նույն արիայի ներքո։ Իսկ եթե հանդարտ դա առանձնանում է, դառնում է միայն իրանց խնդիրը, արդյոք կա 100%-անոց վստահություն, որ այդտեղ փոխգործակցությունն ու փոխվստահությունը այն մակարդակի վրա են լինելու, որ նա կարողանա միասնական հայտ ներկայացնել։ Սա պատկերացնելու համար ուզում եմ ընդհանրապես ձեզ մի դրվագ հիշեցնել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից եւ խաղաղության կնքումից ի վեր Գերմանիայի վրա կան բազմաթիվ սահմանափակումներ վերաբերող զինված ուժերի հնարավորություններին, միջուկային չտարածման խնդրին, Գերմանիայի նման պետությունը միջուկային տերություն չի եզրս հիշեցնում։ Եվ հիմա հարց, եթե Եվրոպան դուրս է մնում այս ամբողջ եվրոատլանտյան կոնտեքստից, եթե հանկարծ ինքը իր մեջ այդ նույն համախմբված վիճակը պաշտպանելու եւ պահպանելու հնարավորությունը ունի արդյոք, եւ եթե այո, որքանով։ Տոքսիկ է դառնում Եվրասիական տարածաշրջանի մյուս հատվածները, որովհետեւ գնում է ազդեցությունների պայքար, եթե կուզեք գրանիտացիայի պայքար, այդ ազդեցությունների պայքարի ներքո կամաց-կամաց ի հայտ են գալիս նոր զարգացող օջախներ, շատ քան մենք կանգնում ենք հարցի առաջ, որ կարող է ունենանք Պակիստան, Հնդկաստան, Բախում։ Մենք ականատեսն ենք նրա, որ Չինաստանը process-ի մեջ մտնում է ուղղակի, Չինաստանը process-ների մեջ մտնում է անուղղակի, բայց բոլորը տալիս են շատ հստակ ազդակը, որ միաբևեռությունը արդեն քննարկելի չի, եւ գումարած դրան, ինչը միջ այդ թվում էր հաստատում, շատ դուրս վերանայման ենթակա է։ Եվ դրա համար ես փորձեմ հիմա խոսքը ավարտեմ, հետո ամփոփելու ժամանակի հարցեր կանդրադառնա, նորից գալիս է կանգնում է այդ բանաձևը, եւ որը ոչ թե բառերի խաղ է, գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ արտահայտում, փոխվող աշխարհ թե աշխարհակարգ, ուրեմն այս բանաձևը եւ դրանում ընկալելու, ըմբռնելու, հայացքը դրան համապատասխանեցնելու խնդիրը իր տակ պարունակում է, ինչպես կկառուցես քո սեփական իրական քաղաքականությունը, որպեսզի այս ամեն ինչը ոչ թե քո վրայով անցնի եւ քեզանից ավազահատիկներ չմնան, այլ կարողանաս դիրքավորվել հնարավորինս այնպես, որ այս փոթորիկը, այս քամին, այս ցունամին ինչ կուզեք անհետեք, առնվազն քո պետության կամ պետականության լինելիության հետ չարժի։ Հայաստանը աշխարհի շատ երկրներ, Հարավային Կովկասը, Հայաստանը մասնավորապես այսօր այս խնդիրների առաջ շատ լուրջ կանգնած է։ Մենք այդտեղ ունենք դրանք համարվող մի քանի բացասական էլեմենտներ, որը մեզ դարձնում է մնացածներից համեմատությունից ավելի ցածր ծանր վիճակում, դրա մեջ առնվազն երկուսը ֆիքս են, բայց այդ էլեմենտները կարելի է շարունակել։ Առաջինը պարտված վիճակ 44-օրյա պատերազմից հետո եւ մեջքը չուղղված վիճակ, եւ երկրորդը գործող իշխանություն։ Հիմա այս ամենը հաշվի առնելով փորձել հասկանալ որոնք են այդ ճանապարհները, լուծումները, ընթացքը, մենք երևի արդեն հաջորդ բանախոսների հետ ունեցած քննարկումից հետո